Կառավարության մարտի 29 նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման համակարգին, նշելով, որ դրանով մի քանի խնդիր է լուծվում։ Առաջինն այն է, որ համակարգի ներդրումը թվայնացման ուղղությամբ շատ մեծ խթան է, քանի որ պարտավորված են լինելու թվային հարթակներն ուժեղացնել։ Երկրորդը համընդհանուր հայտարարագրման համակարգով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք է ստեղծվում, որն ըստ Փաշինյանի միանշանակ ուժեղացնում է եւ պետությունը, եւ քաղաքացուն։ Եվ երրորդը այն է, որ կրթական ոլորտին նոր ենթակառուցվածք է ստեղծվում։ Այս առաջին փուլից հետո արդեն մենք կտեսնենք հստակ, հասցեական, կկարողանանք տարբերակել միլիոնատերերին ոչ միլիոնատերերից, հիմա չնայած կարող ասան ինչի չգիտեք, միլիոնատեր են թե չէ։ Շատ կարևոր է տարբերակել, իմանալը համակարգի միջոցով, իմանալը վերլուծական գործիքների միջոցով եւ տեսնելը հարաբերությունները եւ գործառնությունները եւ այդպես շարունակ։ Հիմա հաջորդ փուլում ընդ որում դա քաղաքական ընտրության հարց է, մենք կարող է արդեն այդ վերաբաշխումը, այդ թվում սոցիալական արդարությունը կամ սոցիալական ճիշտ խթաններ ներդնելու մասով կարող ենք այն ամենաապահովված խավի սոցիալական կրեդիտ օրինակ 100,000 դրամից դարձնել 90,000 դրամ, այն մյուս խավի սոցիալական կրեդիտը 100-ից դարձնել 110,000 դրամ եւ այս կարգի գործիքներ մենք կունենանք կիրառելու համար։ Էլի եմ ասում, դա քաղաքական ընտրության հարց է, որովհետև մենք ամբողջական պատկերը պետք է ունենանք, մեծ տվյալները պետք է վերլուծենք, պետք է հասկանանք ինչ է կատարվում։ Ի վերջո, էդ էլ ասենք, որ մենք սոցիալական ցանցով մամուլի հրապարակումով հնարավոր չէ վերլուծությունը անել։ Մենք պետք է այս մեծ տվյալի վերլուծությամբ հասկանանք մեր մոտ բարեկեցության բաշխվածությունը, երբ որ մենք իմանանք, արդեն կարող ենք ավելի սկզբունքային եւ թիրախային եւ անհատական եւ սոցիալական խմբերի մակարդակով որոշումներ կայացնել առողջապահության, կրթության, հետագայում նաեւ գուցե այս նոր համակարգը կներդնենք նաեւ բնակարանային ապահովման հարցում, որովհետև հիմա Երևանից եկամտային հարկի վերադարձի համակարգը դուրս եկավ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն սա ահռելի հնարավորություններ է տալու մեզ, ահռելի հնարավորություններ եւ անհատական, եւ պետական, եւ հանրային մակարդակով։